այո, ունեն գործիքակազմ եւ այդ գործիքակազմը օրինակ Ադրբեջանի հետ այդ թեմայով բանակցություններ արել։ Աշխարհում բազմաթիվ նման դեպքեր կան եւ նախ գերիներ չեն գիտենք խոսենք նրանք պատաններ են եւ պատանդարված են այնտեղ քաղաքական պատճառներով։ Կարող են տարբեր երկրների ղեկավարներ առաջնորդներ իրենց Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում հնարավորություն դարձնել այդ երկրականների վերադաշտելը։ Այո, դա գործիքական մեխանիզմ է, որ կարող ենք իրարել։ Այլ հարց է, թե որքան է նրանց համար այդ հարցը կարևոր կամ հրաշալի։ Եթե կարևորություն ունենան, ապա կանոնակ տեսնում ենք, որ պարբերաբար ուկրաինացի գերիներ են վերադառնում փոխանակում կամ իսրայելական Մերձավոր Արևելյան կոնֆլիկտի պարագայում ենք տեսնում։ Ես օրինակ ամերիկյան կոնգրեսում հանդիպումների ժամանակ եւ օգտվում ես կոնգրեսմենների կաբինետներ պատերին բոլորը գերիների նկարում, բայց որևէ տեղ չեք տեսել, որ այդ գերիների նկարում։ Այս դա է ամենակարևոր հարցը, որ մեր այս կարևոր խնդիրը չի դառնում նրանց համար որ մի կողմից պետական մակարդակով չի բանարկում, առաջ մղվում, անընդհատ խոսում են, որ դե մենք քննարկում ենք այդ հարցը, չենք ուզում երբ որ կվերադառնալ այդ ժամանակ, խոսենք թե չենք արել, այդպես ամենի ոչինչ չի երևում, թեկուզ այլ երկրների հետ երկու հարաբերություններով։ Էլի եմ օրինակ այս կամ այն պետության գործակալներին պայման կտեսնենք, օրինակ վերյա իսրայելցի գերիների նկարներ, պատկերներ, իրազեկում, պահանջատիրություն, բայց մեր դեպքում դա չկա, անգամ զարմանում են հետևած։ Օրինակ երեկի արևելացիներ խոսեցնում, որոնք այս զարմանում են, որ Հայաստանում ընդհանրապես որևէ դեպք չեն տեսնում գերիներ։ Միակ տեղը երևի որտեղ կա Արցախի ներկայացուցիչների շենքի իհարկե ոչ։ Հարցերի ոչինչ կա, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ երբեմն մեր բայց երեք փորձագիտական ինչ-որ մակարդակում կամ ոչ իրենք այս խնդիրները դիտարկում են, հատկապես շեմ հումանիտար խնդիրները, որ պետք է հասցեագրվեն որևէ մեկի մոտ այլ հարցերի ազդեցության ինչ ազդեցություններ ավելի մեծ փորձակցում են օրինաչափ առաջարկներ են ինչ մակարդակում կամ ինչ ձևաչափում այս հարցերը հիմնականում հումանիտար նույնիսկ բայց չի